Բարի լույս իմ շատ սիրելի հետևորդներ ջան, հույսով եմ, որ բարև, որ լավ եք, բարի օր լինի, օր լինի բոլորիս համար, օրհնյալ կիրակի լինի, սիրելիներս, հիմա կասեք, այս առավոտյան շուտ է սուրագն, առավոտյան շուտ ինձ մի քիչ բան էր պետք, կարևտուր էր պետք, մի փոքր պապիկի տան համար, այսօր պետք է բորշ պատրաստեմ սիրելիներս, պապիկի համար գնացի, հացա, կաղամբա, բազուկա, գազարա, ինչ որ պետք է բորշի համար գնեցի, սիրելի հետևորդներ ջան, ինչ ասեմ, դե ասելու բանի չկա, տենց որ ասեմ, լավ եղեք, հենց առավոտը շուտ հելնում եմ, սուրճ խմեցի, բայց ես հետ միասին չեմ խմել, մենակս խմեցի սուրճը, որովհետև ասեք վռազում էի, հետո տունը, որ կիրակի է, տունը, որ ժողովուրդը տունն են, մի քիչ հարմար չի, որ ես նկարահանում անեմ, ոնց որ խանգար է, դրա համար չի ստացվում, շաբաթվա մեջ էլի սուրճ կխմենք իրար հետ, կարևորը որ մենք լավ ըլնենք, իրար սիրենք ու հարգենք, սիրելիներս, բոլորից շատ սիրում եմ, դուք իմ ընտանիքն եք, բայց մի մոռացեք զանգակ կոճակը, բաժանորդագրվել, լայքել, տարածել սիրելիներս, դե ինչ ասեմ, կհանդիպենք մի քիչ հետո։ Սիրելի հետևորդներ, մոռացա, որ կարագն էլ ավելացնեմ։ Այս էր կարագը, որ համով էր, հիմա կարագ ավելացրի, ինչքան համով կլինի։ Դե սիրելի հետևորդներ ջան, երևի սրանով կվերջացնենք, լա տեսնենք։ Սիրելի հետևորդներ ջան, մեր բորշի բոլոր բաղադրիչները ունենք, մի հատ կարտոֆիլ, բազուկ, գազար, սող, մեկ բճիռ սխտոր, կաղամբը, տոմատի մածուկը, կարագը և մաղադանոսը։ Դե գնացինք սիրելի հետևորդներ ջան, կտրտեմ այս բոլորը, նոր սկսենք մեր բորշը պատրաստելը։ Եվ լավրովի լիստ, տափն տերևը և սև պղպեղ, կարմիր պղպեղ, խմելի սունելի, բոլորը մեր ձեռքի տակ է։ Դե գնացինք սիրելիներս, սիրելի հետևորդներ ջան, լցրել եմ կարտոֆիլը, գազարը և սոխը միասին։ Մենք ավելացել ենք կարագը, որ իրար հետ տապակվեն, հետո նոր կլցնենք մնացած պարագաները։ Մատելիս կարագի թողտը չերենք, ախոս այս կարագը վրե սենցիչ է։ Այս մի քիչ բուխալյուղ եմ ավելացնելու, որ լավ տապակվի, թե չէ կարագը այսքան կարագը քիչ է, հետո եմ ավելացնելու, չեմ ուզում վարվա հսկա։ Ավելացնի, չէ վարվածի հանդի դա։ Կարագն եմ հալվի, հետո եթելի ժամանակ էլի կարագ ավելացնեմ։ Պատրաստենք թողնական իրար հետ տապակում։ Իսկ հիմա կտրտենք կաղամբը։ Ասեցի մեջը սպիտակ լինի, բայց դե չգտա սպիտակը, սպիտակ կաղամբը քաղցրալի ավելի։ Բորշի ժամանակ, աղցանի ժամանակ քաղցրալին։ Դե դրսից լավն էր, երևի չի իմանում, որ մեջը տեղին ասել, բայց կարող է և ես էլ քաղցրահամ լինի։ Թափքը ցույց կտա, կտեսնենք սիրելի հետևորդներ ջան, դե չսպաղեցնեմ շատ, սիրելի հետևորդներ ջան, ոնց որ արդեն պատրաստ է,
որ տոմատի մածու կլցնեմ, քիչ դուրում եմ, լավ էլ տապակվել է 3-ը միասին, հիմա տոմատի մածու կլցնեմ սիրելիներ, սիրելի հետևորդներ, ասեմ, որ բորշը տարբեր ընտանիքներում տարբեր տեսակ են եղել։ Մարդը սոխառազանում է, տոմատը լցնում է, համեմունքներ, բան, ջուրը լցնում, հետո նոր կաղամբը, հետո նոր կարտոֆիլը, տենց էլ են պատրաստում և ամեն մեկը իրան ձևով ճիշտ է։ Հիմա ես մի քանի տեսակով միշտ պատրաստում եմ։ Սիրելի հետևորդներ, այն ձենը դուն է եռում, որ լցնենք, հիմա լցնում եմ 3 բաղադրիչներ, խմելիս նույնելիս, սև պղպեղ, սիտրոն և գարլիկ պղպեղ։ Այլ թաղնենք, այս ժամանակ, որ լցնում եք, թող առաջի ժամանակ իրան համն ու հոտը ավելի լավ է տարածվում էլի ուտեստի մեջ։ Հեսա մի քիչ հետո կլցնենք կաղամբը, սիրելի հետևորդներ ջան, կաղամբն էլ լվացել եմ, ջրի մեջ է, դե մարդ կա լվանում է, մարդ կա չի լվանում, իմ մոտ էլ է պատահել տենց, բայց որ հիշում եմ, մի հատ ջրի մեջ եմ լցնում, 5 րոպե մնում է, նոր լվանում եմ։ Հիմա շատ է ես ջրի մեջ լցվեցի նրա համար, որ ինքը դեղնված է միջուկը, հեսա կտեսնեք, որ ջրի գույնը ոնց է փոխվում, բայց որ սպիտակ է լինում, կաղամբը չեմ լցնում, սպիտակ ջրի մնում։ Հեղա ջրի գույնը նայեցեք, ոնց որ պիղտոտ է լինում, բայց նայում ես մաքուր է։ Հիմա խառնում եմ, թող մի քիչ, որ ասում եմ տուշիկ լինի, խառնվի, տուշի տեղուսերեն է։ Հիմա խառնվի, տեսնենք ինչ ամենում, որ իմանանք ջուրը ինչքան ենք լցնել։ Հիմա կավելացնեմ նաև սխտոր մի պճեղ, կավելացնեմ դափնու տերևը, հետո նորից կմիանանք։ Ասեմ, որ մսով չեմ պատրաստում, տավարի միս, որ չկա հավի մսով էլ չեմ ուզում անեմ, հավի միսը ավելի լավ անենց պատրաստեմ, պապինը նենց ավելի լավ ուտում, այսքան էլ ճիշտ բայց կուբիկներ կա, այդ կուբիկներից եմ ես դնում, որ շատ համով է լինում։ Սիրելի հետևորդներ, ուրեմն այդ կուբիկը, դափնու տերևը և սխտորը միասին լցնում ենք։ Արդեն հիմա պարզ է, ինչքան ջուր եմ լցնելու։ Իսկ բազուկը մի 15 րոպե հետո եմ, երբ որ եփված լինի, արդեն հարմար լինի, մի 15 րոպե մնում է, որ արդեն պատրաստ լինի, այդ ժամանակ եմ բազուկը լցնելու, որ բազուկը արամատ է տալիս, գիտեք։ Շատ լավ է։ Սիրելի հետևորդներ ջան, իսկ ես մնացած կաղամբը, որ մնացել է, սա էլ թթու կդնեմ մի հատ տարայի մեջ, ափսոս է որ մնա, ասիկը կպահեի, ասենք աղցան պատրաստեմ, բայց որ մեջը դեղին է, այդքան համով աղցան չի լինի։ Դրա համար որոշեցի տնամ ինչ աճարում, սխտորը կա, լավրովի լիստը կա, համեմունքը չկա, բայց բան կանեմ, այդքանով ուտեց կդնեմ, հետո կդնեմ կբերեմ տնից կամ կառնեմ կավելացնեմ։ Իսկ
Հիմա կտրտենք բանը բազուկը։ Սիրելի հետևորդներ, դրել եմ խաշվեն, մի քիչ երման ջուրը մտցնեմ հանեմ, որ տարայում համ տեղավորի, համ էլ շուտ թթվի։ Այդ դրա համար է։ Հիմա արդեն հանելու ժամանակն է։ Սպասի, հա, այս հեսա կհանեմ, կդնեմ մի կողմի վրա։ Լցրեցի ջուրը քամեցի, սառը ջուր լցրեցի, երկրորդ սառը ջուրն այն մեկը գոլ էր։ Թափեցի, սառը ջուր լցրեցի, որ իրան մեջ է դառնություն բանը դուրս գա։ Իսկ հիմա սիրելի հետևորդներ ջան, հիմա բազուկն եմ ավելացնում։ Ժամանակն է, որ բազուկը լցնենք արդեն։ Ես մի կրակն չեմ անջատել, ես մեկը անջատեցի։ Մի րոպե, սիրելի հետևորդներ, բազուկն էլ ավելացրեցինք։ Բազուկը մի քիչ կեֆի, հետո մաղադանուսը կավելացնեմ։ Սեք ինչ սիրուն գույն ունի։ Սիրելի հետևորդներ, հիմա էլ թեթուր ենք դնում, ուրեմն մի հատ դափնու, երկու հատ դափնու տերև եմ դնում։ Հիմա ասենք ձեռքս ինչ որ կա, էդ եմ դնելու։ Հետո ինչ ասեմ, սամիթա բանա կբերենք կավելացնենք։ Սխտորն եմ կտրտում, մի պճեղ սխտոր է, որտեղ թթուն էլ քիչ պետք չի։ Շատ սխտորի համը պետք չկա։ Հիմա կաղամբը ստեղից վերցնում ենք, կաթսայից քամում ենք, ինչքան հնարավոր է ու դասավորում ենք այս տարայի մեջ, էմալապատ, սպիտակ էմալապատ տարայի մեջ, կաթսայի մեջ, ես էլ կաթսա կոչում, մեր ժամանակվա կաթսաներն է, սովետի ժամանակվա, հետո ավելացնում ենք աղդրած մաղադանուս, դե որ ուրիշ կանաչի չկա, սենց ենք անում, որ մի քիչ արամատ է, էլի, երևի իսկի ես չապստեղ հերիք լինի, ոչ բան էլ չավելացնեմ, քիչ թթու է, ասենք շատ չի։ Դնենք սառնարանը, հետո թոռոմեր, փչանակ, ավելի լավ է մի անգամից պատրաստել թթու։ Հիմա էլ աղաջուրն ենք լցնելու սիրելիներս։ Սիրելի հետևորդներ, այդ աղաջուրը կլցնենք։ Աղաջուրը աչքաչափով եմ բռնել։ Մեկ լավ ճաշի գթալ, աղան լցրել և նորմալ է, բայց ջուրը ավելացա, մեկ ճաշի գթալ քացախ եմ ավելացնում, որ շուտ թթվի։ Հիմա ափսե եմ դնելու, ափսեն կդնեմ ու կթողնենք, դնենք մի կողմի վրա, երկու գործողություն, ես քացախներ թողնեմ, որ որշը պատրաստ լինի, մի ճաշի գթալ ընդեղ լցնեմ, որ քաղցր չլինի, էլի մեր բորշը։ Սիրելի հետևորդներ ջան, լցրեցի մաղադանոսներ, բայց մոռացա, աղը գցել է համը շատ լավ էր, մաղադանոսներ աղի մեջ դրած էր։ Վախենում եմ բորշս աղի լինի։ Մի հատ պետք է համտեսեմ հլա։ Չէ, լավ է։ Փարքաստու լավ է, շատ սիրուն գույն ունի, համներ շատ համով է ստացվել, շատ համեղ է ստացվել մեր բորշը։ Սիրելի հետևորդներ ջան, մեր բորշը պատրաստ է։ Ավելացնում ենք մեկ ճաշի գթալ քացախ, այսինքն ով ոնց ցանկանում է, որ մի քիչ քաղցր չլինի մեր բորշը։ Ասեն շատ համեղ է ստացվել, սիրելիներս, այն որ ասում են վայ չտողին։ Հիմա ես կլցնեմ մի հատ ափսե, մի քիչ կսառի,
որ կհամտեսենք։ Այս էլ մեր գորշը լցրեցինք։ Դնենք ստեղ։ Մի քիչ հետո նորից կհանդիպենք։ Դե փոշը ոնց որ տեսակ պատրաստ է, սառել է, ուզում եմ սառած ժամանակ, սառել չի, գոլա։ Այդ ավելի լավ համտեսենք, տեսնենք ինչ համով է։ Ասում ես առաջ կուլ տված, ասում ես կուլ տվեցի, ասեմ որ շատ համով է եղել։ Առանց մսի էլ շատ համեղ ասել հետևորդ է, շատ ժամանակ առանց մսի եմ պատրաստում ու շատ համեղ է։ Վայ չուտուղի։ Մի հատ էլ ու վերջացնենք։ Սեր հետևորդներ ջան, դե գիտեք, մեր տնից չեմ կարողանում, 1001 եմ հոլովակ նկարահանում, այդպես է ստացվել, տարբերություն չկա, անդեղ եմ եփել, ստեղ եմ եփել, եփել նույն նշանակությունն է, սեր հետևորդներ ջան, չմոռանաք զանգակ կոճակը, բաժանորդագրվել, լայքել, տարածել, որ մեր ընտանիքը ավելի շատանա։ Շնորհակալ եմ ձեր գեղեցիկ մեկնաբանությունների համար, սրտիկների համար, սիրելի հետևորդներ ջան, անուշադրության մի մատնեք իմ հոլովակը, նայեք սիրելիներս, ես ձեզ շատ սիրում եմ։ Կհանդիպենք հաջորդ հոլովակին, ստեսություն ձեզ։ Հա, նախորդ ասեմ, որ կարող է հենց երևի վաղը չէ մյուս օրը սկսեմ խմորեղենները թխել սիրելիներս, բոլորը հատ ձեզ ցույց կտամ։